Վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարցս ուղղում եմ պաշտպանության նախարարին, որովհետև անցած ուրբաթ կառավարության 21-26 թվականի ծրագրի կատարողականի հետ կապված 25 թվականի կատարողականն էինք լսում, որտեղ պաշտպանության նախարարը մանրամասն ներկայացրեց կատարված աշխատանքը 25 թվի համար, բայց այստեղ երբ որ հարցեր հնչեցին պաշտպանության նախարարին, մեր գործընկեր Բաբկեն Թունյանի եւ մյուսների կողմից բնականաբար իրավիճակը այնպիսին էր, որ անվտանգային մեր կարևոր կառույցը ոնց որ թե հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում այն առումով, որ կամ նոր են ուսումնասիրում կառավարության ծրագրերը, կամ այդ ծրագրերը կարդալուց հետո որոշել են նորից հնչեցնել որպես իրենց ձեռքբերում։ Պարոն նախարար, կրթական ծրագրերի հետ կապված մենք անցել ենք բավականին լուրջ ճանապարհ 21 թվականից սկսած, երբ որ ընդունվել են բազմաթիվ օրենքներ եւ այդ ծրագրերը այսօր իրականություն են դարձել։ Բայց դրանից առաջ պետք է հիշենք, որ դիմորդների քանակը 18 թվականին կարծեմ 2 տասնյակի մոտ էր, բայց ոչ ավել։ Եվ Վազգեն Սարգսյան ակադեմիան, որ այսօր ունի առաջարկ դիմորդների համար, դա գրավչության տեսանկյունից այնպիսին է, որ այսօր այդ քանակը հասել է մի քանի հարյուրի։ Դա ձեռքբերում եմ ես համարում եւ ես կուզեի ձեզանից լսեի մենք ինչ ծրագրեր ունենք, որի մասին դեռ չենք խոսել եւ արժի որպեսզի հանրության այս հնարավոր բոլոր ձևաչափերով ներկայացնենք այդ ծրագրերը, որովհետեւ բոլորը խոսում են մեր կառավարության կողմից ընդունված ծրագրերի մասին, բայց մենք ոնց որ թե այդտեղ մեր ասելիքի մեջ շատ համեստորեն լռում ենք։ Հարցին կպատասխանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, համեցեք։ Շնորհակալ եմ հարցի համար։ Պարոն Քոչարյան, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ծրագրերի մասին շատ ենք առիթ ունեցել խոսելու, այդ թվում նաև հանձնաժողովի նիստերին։ Գիտեք, որ ընթացքի մեջ են մի շարք կարևոր ծրագրեր, մասնավորապես սպաների բնակապահովման ծրագիրն է, որը ենթադրում է, որ այս տարվանից արդեն ավարտող սպաները անմիջապես կստանան բնակարան, որը շուրջ 35 միլիոն դրամ արժեցող բնակարանին է վերաբերում Երևանում կամ Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքում։ Այսինքն մենք տրամադրելու ենք սերտիֆիկատը, ԲԳՎ-ն այսպես ասած, եւ նրանք կարողանալու են գնում կատարել դրանով, հետագայում կառավարությունը իր վրա է վերցնում դրա ծախսերի մարման process-ը։ Բայց շատ կարևոր է նաեւ, որ մեր սպաները բնակարանից զատ ստանում են նաեւ շատ բարձր աշխատավարձ։ Ես առիթ եմ ունեցել այս ամբիոնից հնչեցնելու, որ վերջին մեր փոփոխությունների արդյունքում համալսարանը ավարտող, ակադեմիան ավարտող տղաները անմիջապես համարվում են ատեստավորված իրենց քննական գնահատականի համապատասխան, այսինքն բավարար, լավ կամ գերազանց, որի արդյունքում էլ ձևավորում է նրանց աշխատավարձը։ Բայց մի կարևոր նորության մասին եմ ուզում խոսել, առիթից օգտվելով, մենք առաջիկայում կբերենք մի կարևոր որոշում, աշխատում ենք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ։ Իդեան հետեւյալն է, որ արդեն հաջորդ տարվանից, այսինքն այս տարվա ընդունվողները ըստ էության քաղաքական որոշումը ունենք, կարող են ստանալ երկրորդ մասնագիտություն, այսինքն երկրորդ կուրսից արդեն այս տարվա ընդունվողները իրենց հիմնական զինվորական մասնագիտությունից զատ հնարավորություն կունենան մեր պատվերի, այսինքն մասնագիտական պատվերի շրջանակներում հայաստանյան այլ բուհերում, մասնավորապես այս պահին մեր հետաքրքրությունների կենտրոնում են Երևանի պետական համալսարանը, մանկավարժական համալսարանը եւ պոլիտեխնիկական համալսարանը, ինչու, որովհետեւ մենք ուզում ենք ունենալ, օրինակ, սպա հոգեբան, սպա ինժեներ, սպա շինարար, նախագծող, ճարտարապետ, սպա մանկավարժ, այսինքն սպայի աշխատանքի մի կարևոր հատվածը հենց մանկավարժական կարողություններ, գիտելիքներ ունենալն է եւ այս հնարավորությունը կարծում եմ ոչ մի մասնագիտություն չի ընձեռնում։ Մենք զուգահեռ կունենանք մրցունակ քաղաքացի, որը 16 տարի հետո, երբ կլրանա նրա 20-ամյա պայմանագիրը, կարող է աշխատաշուկայում լինել մրցունակ մարդ, որովհետև զինվորական մասնագիտությունից, փորձից զատ
կունենա նաև այլ մասնագիտություն, որը կհարստանա իր 20-ամյա ծառայության ընթացքում եւ ստիպված չի լինի կատարել երկրորդային աշխատանքներ, այլ բարձր վարձատրությունը ենթադրող առաջնային մասնագիտական որակավորում ունեցող աշխատանք։